բացված տրամված դատական լիստում քննության է առնում Ֆիրկեդը 0046-12-26 դատական գործով դատապարտիալ Բուհանդամյանի Վերմիշյանի բողոքի հիման վրա վերջինիս վարչից պայմանական մեղաժամկետ ազատելու հարցը։ Լիստը նախագահում է Կոդակի մարզի Արաչինացյանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Բաղդասյանը, դատական լիստերի քարտուղարն է Սարոյանը։ Լիստերի քարտուղարը ընդունազեկուցել մասնակիցների ներկայության վերաբերյալ։ Պատվարժան դատարան դատական լիստների ներկայացրել դատախազ Արթուր Զաքարյանը, հանրային կոռուպցիոն ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Մարկոսյանը, հանրային Սևան գյուղապետարական հիմնարկի ներկայացուցիչ Շավարժ Բադալյանը, դատապարտյալ Վահագն Վերմիշյանը, դատական լիստերի դարաշրջանի գտնվում իրավաբան մեթի օպերատոր Տիգրան Մարկոսյանը։ Շնորհակալություն հարգելի դատատար, այսքան խնդրեմ չիրականացնել որևէ գործողություններ մինչև հարցի քննարկմանը անդրադառնալը։ Դատարանն անցնում է վարորդի մասնակիցների ինքնության լիազորությունների բացառության ստուգմանը։ Ավագ դատախազ Զաքարյան Արտուր ներկայացնում լիազորությունը։ Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Մարկոսյան ներկայացնում լիազորությունը։ Սևան գյուղի Սիաբաժին գյուղավարական Շավարժ Բադալյան ներկայացնում լիազորությունը։ Ներկայացված լիազորանքները տեսնում են բողոքին դատապարտյալ որդի կանգնեք դատարան հայտնեք ձեր անունազգանու բաժանը։ Վիշա Վահագն Վանիկի Ծնված 64 թվականի դեկտեմբերի 15-ին Ստեփանավան քաղաքում ազգությամբ հայ քաղաքացի բարձրագույն կրթությամբ զբաղեցրել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը մինչև դատապարտվելը։ Բնակվել է Վարդանանց 18 կոտորակ 3 շենք բնակարան 37 հասցեում։ Շնորհակալություն նստեք։ Հարցի քննարկման վերաբերյալ մասով կիրառել է իրական դատավարության օրենսգրքի համապատասխան փոփոխությունները, որի համաձայն ըստ էության դատական լիստի տեսածայնագրումը թույլատրվում է դատարանի որոշմամբ մեղադրյալի համաձայնությամբ սույն դեպքում դատապարտյալի պարոն Վերմիշյանի դիրքորոշում ունենք դատական լիստի նախ ճշտենք օպերատորից ինչ եք ուզում իրականացնել, տեսանկարանում միայն տեսանկարանման հետ կապված ինչ դիրքորոշում ունենք, առարկություն չունենք։ Կողմերը առարկություն ունեն, դատարանը թույլատրում է դատական լիստի տեսագրումը, ձեր էջը վերադարձում է ձեզ, հարավիկեք օպերատոր։ Պարզաբանեմ կողմերի, որ իրավունք ունեն լիստը նախագահ դատավորի դատական լիստերի քարտուղարի բացարկի միջնորդություն ներկայացնելու, որոնց հիմքերը կարգված է քրեական դատավարության օրենսգրքի 66 և 71 հատվածներով։ Ծանոթանալով բողոքին և կից նյութերին ինքնաբացարկի հիմքեր չունեմ, նման միջնորդություններ ունեն։ Այդպիսի հիմքեր չեն Ըստ էության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն բողոքի հիման վրա ենթակա է քննության պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, որի քննությունն իրականացվում է քրեակատորական ծառայության ներկայացուցիչ զեկույցի հրապարակ կամ խնդրեմ հարգելի քրեակատորական ծառայության դատապարտյալ Վահագն Վանիկի Վերմիշյանն ակնիչ դատապարտված ներկայացուցիչ դատապարտվել է 15/05/2023 թվականին Երևան քաղաքարաչայցյան ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրորի 441 հոդվածի առաջին մասով 2003 թվականի քրորի 300 հոդվածի առաջին մասով 442 հոդվածի առաջին մասով 2003 թվականի քրեական օրենսգրքի 310 հոդվածի առաջին մասով 435 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով 2003 թվականի քրորի 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով 255 հոդվածի երկրորդ մասի երկրորդ և երրորդ կետերով 2003 թվականի քրորի 178 հոդվածի երկրորդ մասի 1 և երկրորդ կետերով 74 հոդվածով 8 տարի ժամկետով ազատազրկում տուգանք 1,300,000 դրամ։ Միանություն եմ խնդրում, բայց վերակնիչ հատակորուպցիոն դատարանի որոշման համաձայն 178 հոդվածով մեղսագրվող արարքով արտարացվել է, սակայն զեկույցում նշել եք, որ նաև դատապարտվել է այդ հոդվածով։ Ինչ կասեք այդ մասով։ Պատվարժան դատարան, վերակնիչ քրեական դատարանի որոշմանը դեռ չեմ անդրադարձել, սակայն անդրադառնամ զեկույցում։
15-11-2024 թվականի Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանը Քրոլի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 1 դեպք 178 հոդվածի 2-րդ մասի 1-1 եւ 2-րդ կետերը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի Քրոլի 310 հոդվածի առաջին մասով պատիժ չի նշանակել վարկանության հիմքով 2003 թվականի Քրոլի 308 հոդվածի առաջին մասով 2 դեպք 2021 թվականի Քրոլի 435 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 435 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 8 տարի ազատազրկում եւ 400 հազար դրամ տուգանք 21-08-2025 թվականի Վճռաբեկ դատարանի 2003 թվականի Քրոլի 308 հոդվածի առաջին մասով 2 դեպք քրեական հետապնդումը դատվարարեցվել է վարկանության հիմքով մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 2021 թվականի 435 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 2 դեպք 8 տարի ժամկետով ազատազրկում Պատժի սկիզբն 05-02-2020 թվականը, պատժի վերջը 05-02-2028 թվականը։ Դատապարտյալը պատիժ է կրում միջին անվտանգային գործունեության պայմաններում չի խրախուսվել է 7 անգամ ենթարկվել է կարգապահական ուժերի, վերջինը 22 թվականին հոկտեմբերին։ Մասնակցել է հիմնարկում իրականացվող միջոցառումներին 26-12-2025 թվականից Հայկա սոցիալական ամենայն զարգացման հասարակական կազմակերպության հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն ընդունվել է հեռավար աշխատանքի որպես ճարտարապետ փորձագետ։ Ռեցելի վարքաչը դիտավորության կատարված ծանր անձնագործություն չի ընդունում և չի զղջում, կատարած անձանքի համար չի հատուցել, չի ընդունում քրեական ենթամշակույթը, բացասական հակումներ կախվածություններ չունի, մասնակցել է վերասոցիալականացման այդ անձնական զարգացման միջոցառումներին, ամուսնացած ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է։ 22-2025 թվականին Հայաստանի քրեական բժշկության կենտրոնում ՊԱՀԿ-ի Ստեփան Ստորաբաժանի դրությունով արտել դատապարտյալության վերաբերյալ բժշկական տեղական տրամադրելու խնդրանքով, սակայն զեկույցի կազմավորվածությամբ նման տեղական դեռևս չի տրամադրվել։ Քրեական ծառայությունը 23 միավորով տվել է բացասական զեկույց պատասխան։ Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանի մասը, որ հրապարակեցիք, 178 մասը չհրապարակեցիք, հա։ Զեկույցում կարգավորժան դատան ինչ արկարը, որ ամեն ինչ հրապարակում։ 22-ի զեկույցն է, չէ՞։ Իմ մոտ ներկայացված զեկույցում նշված է, որ Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանը Քրոլ 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 1 դրվագ և 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղավոր է ճանաչել։ 178 հոդվածով վերջը մեղավոր է ճանաչվել, թե չէ ասցես։ Զեկույցում ապատեվյաններում մեղավոր է ճանաչվել։ Այդ հարցս դրան է վերաբերում, որ Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ արդարացվել է այդ հոդվածով։ Մեղավոր է ճանաչվել 300 հոդվածի առաջին մասով, տուգանք 300,000 դրամ, 300 հոդվածի առաջին մասով կրկին տուգանք երկրորդ դրվագով 300,000 դրամ, 21 թվականի մայիսի 5-ին ընդունված 435 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով 6 տարի ժամկետով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 435 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով 4 տարի ժամկետով, մասնակի գումարման սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք 400,000 և 8 տարի ժամկետով ազատազրկում։ Պատժի սկիզբը 22 թվականի փետրվարի 5-ից։ Ինչի եմ ասում, որովհետև 178-ով եթե ըստ մեղավոր է ճանաչվել, ուժովի ներկայության հարց պետք է քննարկենք։ Շնորհակալություն նստեք, հարգելի պրոբացիայի ներկայացուցիչ։
Վահագն Վանիկի Վերմիշյան ծնված 11/12/1964 թվական հաշվառվել և բնակվել է քաղաք Երևան Վարդանանց փողոց 18-3 շենք 37 բնակարան հասցեին Բարսեղին կրթության դատապարտյալ մինչև դատապարտվելը աշխատել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։ Առանձնացույցի ժամանակ դատապարտյալը հայտնել է, որ բաժի կրմից ազատվելուց հետո բնակվել է քաղաք Երևան Վարդանանց փողոց 15-3 շենք 37 բնակարան հասցեին ընտանիքի հետ միասին։ Դատապարտյալ Վահագն Վանիկի Վերմիշյանի բաժի կրմից պայմանական բաժանկետ ազատման վերաբերյալ հարցը քննարկվում է առաջին անգամ։ Պրոբացիայի ծառայությունը դատապարտյալ Վահագն Վանիկի Վերմիշյանի բաժի պայմանական բաժանկետ ազատման հարցը լուծելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրելիս հետազոտելով և դերատելով դատապարտյալ Վահագն Վանիկի Վերմիշյանի անձնական գործի նյութերը, տեղեկատվական այլ մարմինների ձեռք բերված տվյալները, ինչպես նաև վերջինիս հետ անհատական զրույցի ընթացքում արված դիտարկումների արդյունքները եկել են եզրանման, որ վերջինս դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, որի ապացույցն է, որ բաժի կրման ընթացքում խրախուսանք չի արժանացել, կարգապահական ուժերի ենթարկվել 7 անգամ արկայի գործող ուժ, ԿԿ հիմնարկում կազմակերպված և անցկացված վերահսկողականացման միջոցառումների մասնակցել ընդամենը 2 անգամ, չի աշխատել, աշխատելու ցանկություն չի հայտնել։ Իրավական կրթության և երեխաական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի ստացված գրության համաձայն Վահագն Վանիկի Վերմիշյանը ՊՕԱԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական ծրագրերին չի մասնակցել, կրթական ծրագրերին, մասնագիտական դասընթացներին չի մասնակցել, ինքնագործ վարումների կազմում չի ընդգրկվել։ Դատապարտյալի հսկայությունը գնահատում է բարձր հետևյալ հանգամանքներից ելնելով։ Վահագն Վանիկի Վերմիշյանը լինելով պաշտոնատար անձ կատարել է ըստ հանրային վտանգավորության աշճանի ծանր, ինչպես նաև հանրային բարձր վտանգավորություն պարունակող հանցագործություն։ Սա այդ մեկտեղ դատապարտյալը հանցանքը կատարել այն տարիքում, երբ պարտավոր էր կամ առնվազն կարող էր գիտակցել իր արարքի հակաիրավականությունը հետևանքները։ Առանձնացրույցի ժամանակ դատապարտյալը հայտնել է, որ չի ընդունում մեղքը և իրեն մեղավոր չի ճանաչում։ Հօգուտ պետական բյուջե առկա է 2.951.870 դրամի չափով պարտավորություն և 117,600 դրամ համապարտության 6 անձի դատական ծախս, որը մարված չեն։ Դատապարտյալ Վահագն Վանիկի Վերմիշյանը վերահսկողականացման համար դեռևս կարիք ունի ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, իսկ նրան պատիժը կրելուց պայմանական բաժանկետ ազատելու դեպքում դեռևս հնարավոր չէ հասնել քրեական օրենսգրքով համագրված բաժի նպատակներին, սոցիալական արդարության վերականգնումը, բաժի ենթարկված անձի վերահսկողականացման և հանցագործությունների կանխմանը։ Ելնելով վերոդերալից և ղեկավարելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածով պրոբացիայի ծառայությունը գտնում է, որ Վահագն Վանիկի Վերմիշյանը բաժի կրման ընթացքում դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական բաժանկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ։ Շնորհակալություն պատվարժան դատան, ուղղակի այստեղ հակասություն կար, ոնց որ եւ պրոբացիայի եւ քրեակատարողական ծառայության զեկույցներում ուղղակի ուժի հետ կապված, որտեղ դուժի հետ կապված վերջի, որտեղ քրեակատարողական ծառայությունը նշում է 22 թվականի հոկտեմբերի 5, բայց պրոբացիայի մոտ ֆիքսված է 25 թվականի հոկտեմբերի 5։ Ուղղակի այս հակասությունը ակնհայտ է, որտեղ 25 թիվ, 22 թիվ տարբեր բաներ է, ուղղակի սա է ուշադրություն դարձնում, դարձել հիմա որն է ճիշտ, ասենք երկու ներկայացուցիչներին կարելի արձակել, բայց անձնական գործունից Անձնական գործում նիստից առաջ է տրամադրվել ստեղծության զեկույցների ընթացքում ուսումնասիրում է, բայց 6 հատոր է, 1, 2, 3, 4, 5, 6 հատոր է։ Կարող են դատավագել դատապարտյալը ճիշտ են 25 թվականն է, թե 22, այսինքն պրոբացիան տեխնիկական բան է թույլ։ Դա անկախ ամեն ինչ պատվարժան դատան, հիմա կարող ներկայացնել իմ դիրքորոշումը։ Պատվարժան դատան, քրեակատարողական ծառայության զեկույցը և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ըստ այդմ քրեակատարողական հիմնարկի պետը կայացրել է միակ որոշումը, որ օրենքով նախատեսված է, այսինքն
պայմանական վարժանքետ ազատելու հարցը դատարանში ներկայացնելու մասին որոշումը։ Սակայն այգել դատապարտյալը օգտվել է իրավունքից, բողոքարկել է եւ խնդրում է, որպեսզի քննարկվի նաեւ պայմանական վարժանքետ ազատելու հարցը։ Ճիշտ ասած, որպես դատախազ, քանի որ բողոքարկել էր այգել դատապարտյալը, այդ կամ գուցե կլսենք նաեւ իրան հետագա մեզ հայտարարության բանդես կգամ, այլ կարծում ես զեկույցների առկայության պայմաններում հիմնարկի պետի կողմից որոշումը օրինաչափ է, բայց քանի որ քննարկվում է պայմանական վարժանքետ ազատելու հարց, ուղղակի ես անդրադառնում եմ դարձին եւ դիրքորոշումս ներկայացնեմ։ Քրեական օրենսդրության քրեական օրենսգրքի 85 հոդվածի կարգով ինչ անասում երկու հանգամանք հարկավոր նախ դատապարտել պիսամաված պատժի ժամկետը կրած լինի եւ երկրորդ այսինքն պիտի լինի հանգամանքներ այսինքն հետագայում հանցանքատու հավանականությունը ցածր լինի եւ արգելքը պաշարժ որպեսզի բանական վարժանքեր ազատվելու հարց քննարկվի այսինքն դատարկողից որոշում կայացնի։ Հիմա մենք ինչ ունենք։ Ճիշտ է, երկարատև դատաքննությունից ձևանից հետո մոտ ամենը 4 տարի կես դատաքննության ընթացքում նախաքննություն, հետագայում դատաքննություն, դատապարտյալը մեղավոր է ճանաչվել, պատվարժան դատարան։ Մեղավոր է ճանաչվել ու ունենք օրինական ուժի մեջ մտած դատավերջը եւ դատապարտել հիմա պատիժի կրում է Սևան քրեակատորական հիմնարկի միջին անվտանգության մեր պայմանները, որը կարգավորվում է քրեակատորական օրենսգրքով, այսինքն ծանր հանցագործություն կատարած անձը, եթե հանցագործություն կատարած անձը պատիժի կրում է միանգամից միջին անվտանգային գոտու մեր պայմաններում։ Հիմա խնդիրն իջնում է, արդյոք դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է պատժած վարքագիծ։ Պատվարժան դատարան այս պատժի կրման առաջին իսկ օրվանից քրեակատարողական հիմնարկում գտնվելու օրվանից դատապարտիչը որս միանշանակ կարող է ասել, որ դատապարտյալ կողմից պատժած վարքագիծ նկատելի չէ, որովհետև նախ ես գիտեմ դատապարտյալը կասի, որ տուժը 22 թվականն է վերջին հոկտեմբերի դատապարտյալը կասի, որ նորա սեպտեմբեր ամսից է դատապարտյալի կարգավիճակ, որտեղ հնարավորություններ է բացվում, այսինքն վարքագիծի առումով ինչ-որ դրական տեղաշարժ ունենալու, բայց կարծում սեպտեմբեր ամսից մինչև օրս դատապարտյալը հնարավորություն ուներ բազմաթիվ միջոցառումների մասնակցելու, ինքնագործ միավորներում ընդգրկվելու, ինչի՞ չէ, բարձրագույն ավարտ դատապարտյալը կարող է նույնիսկ դատապարտյալների հետ ինչ-որտեղ մշակութային ինքնագործ միավորման կազմում, մեզ հասարակությանը, որոնցով մեծ շփումը կարող է օգնել, եւ նրանց վերասոցիալականացնել, եւ ինքը նաեւ ինչ-որ միտեղ վերասոցիալականացվեր, անթերի մարդ չկա, կյանքի ցանկացած փուլում սովորում ենք, հետևություններ ենք անում, այդ թվում նաեւ մենք։ Կարծում եմ, այս պայմաններում, ասենք, երկու միջոցառման մասնակցությունը ինքնին չի կարող խոսել, էլի, որտեղ մենք ունենում ենք բազմաթիվ պայմանական վարժանքետ ազատելու քննարկ հարցեր ենք ունենում, եւ որ դատապարտյալը ավելի աշխուժ են, ավելի ակտիվ են։ Ես հիմա պարոն Վերմիշյանին չեմ ասում, ինչու չի կրթական ծրագրի մասնակցել, որտեղ մարդը կրթված մարդ է, ու մենք համակարծիք ենք։ Բայց էլ եմ ասում, դեռևս զուտ այս մեր վերասոցիալականացված միջոցառումները, որ նախատեսվել է, դա չի նախատեսվել, որ պիտի գիտնականը չանցնի կամ պրոֆեսորը չանցնի կամ բարձրագործության բանձը չանցնի, որտեղ էլ եմ ասում, լիքը միջոցառումներ կան, ասենք դատապարտվել է կաշառք ստանալու համար, այնտեղ միջոցառումների կողմից միջոցառումներ են իրականացվում այդ արարքի հետ կապված, հանրային տանգարության հետ կապված եւ այլն։ Կարծում եմ, այս առումով մենք խնդիր ունենք վարքագիծի պաշարժ գնահատելու հարցում։ Բացի դա, այս նորությունը, որ արդեն հեռավար ձևով աշխատում է, վատ բան չի, ես չեմ ասում վատ բան է, բայց դեկտեմբերի 26-ին պայմանագիր է կնքել պարոն Հարգել դատապարտյալը, որպես ճարտարապետ փորձագետ ու այսինքն դեռ 3 ամիս չի աշխատում, ամենը 3 ամիս դեռ չի լրացել, ուղղակի ստել խնդիր կա, պատվարժան դատարան, որ զուտ որպեսզի խուսափենք ձևական պայմանագրերից, ինչ-որ եւ այլ հարցերից, շատ կարող է որպեսզի այս աշխատանքները ստաբիլ բնույթ ու մենք հաշվետվություն ստանանք, էլի, կոնկրետ կազմակերպությունից, այսինքն փաստաթղթային կլինի, այսինքն այս մարդը ինչ աշխատանք է կատարել։ Բանավոր է, լավ բանավորը ոնց կարող ենք հիմնավորել, գրավոր է, ինչ-որտեղ ֆիքսվում է, աշխատավարձ տրվում է, վարձատրովի է, վարձատրով չի, կարծում պարոն Վերմիշյանը այդ հարցերին կպատասխանի իր խոսքի մեջ, ուղղակի ես հարց չեմ տալիս, էլի, ռետորական հարցադրում է, որովհետև մենք այդ ձև միայն կարող ենք համոզենք, որ անձը պայմանագիր կնքելով կոնկրետ կազմակերպության հետ
ինչ գործունեություն է ծավալում։ Արդյոք դա ձևական չի, արդյոք դա ռեալ է, իրական է, ովքեր հետագայում կարևոր հարց է, ովքեր հետագայում պաշտպանական վարժանքետ ազատելու հիմքում ռեալ դրվի։ Պատվարժան դատարան, այդ առումով կարծում եմ, որ ել եմ ասում, շատ ցանկալի կրոնն է, որ ինքեր Վերմիշելն ասենք մշակութային ինքնագործ միավորման կազմում ընդգրկվեր, աջակցեր կյանքի ճիշտ ուղի չընտրած դատապարտյալներին միջև ինքը օգնելու, նաև նրանք էլ ասեմ բավականին փորձված են, խելացի են, հարմար իրավիճակներում ճկուն են, գիտեմ որտեղ ինչ ասեն, փոխադարձ փոխանակում կարա լինի։ Պատվարժան դատարան, հիմա անդրադառնանք հետագայում հանցանք կատարելու հավանականությանը։ Իհարկե, ամենակ կարևոր հանգամանքներից մեկն է նաև պատվարժան դատարան, այս կարամ ասել, որ արգի բնույթ, հանրության համար վտանգավորության աշխարհը, որ շատ կարևոր է, բայց այս ամեն ինչից համակցության մեջ ունենք, նաև դատապարտելը, նաև զեկույցների նշված է, որ արգի չի ընդունում, չի զղջում, դա շատ կարևոր ցուցիչ է, որ Ըսկն հասկանանք, որ նաև պաշտպանման ընթացքում են, որ աշխատանք է տանում սոցիալ-հոգեբանական այդ բաժինները, սիա բաժինները, նրանց նպատակներն է, որպեսզի դատապարտյալներն նման հանցագործությունների հետ կապված պարբերաբար աշխատեն, զրուցեն, հասկանան իրությունը, որտեղ ունեցել են դատապարտյալներ, որոնք իհարկե դատապարտվել մեղքը չեն ընդունել, բայց դատապարտվելուց հետո 5 տարի հետո, մի տարի հետո քրեական ծառայության համապատասխան մասնագետների հետ աշխատելուց հետո հասկացել արարքի բնույթը, իրությունը, վտանգավորությունը, նաև զղջման ինստիտուտը առաջացել, մարդը զղջացել է, դա կարող է ցուցիչ լինի այդ հավանականությունը ցածր գնահատելու հարցում, բայց այս պայմաններում պատվարժան դատարան կարծում եմ, որ դա շատ կարևոր հանգամանք է։ Բացի դա, պատվարժան դատարան մենք նաև խնդիր ունենք ճիշտ է, հարգելի քրեական ծառայության ներկայացուցիչ չանրադարձավ, զեկույցում վերացել, բայց շատ շփոթված է։ Ուրեմն պետբյուջեի բանը դատական ծախսի խնդիր ունենք 2.951.871 դրամի, մեկ էլ 6 անձով 117,600 դրամ, չգիտեմ, տեղա չեմ, եթե մուծած է բանը, բայց ըստ զեկույցների նաև սենց խնդիր ունենք, կարելի է աշխատել, շարունակել աշխատել և պետության կողմից ծախսած միջոցները վերականգնել։ Այսքանով պատվարժան դատարան գտնում եմ, որ պատշաճ վարքագիծ չի դրսևորվել հարգելի դատապարտյալի կողմից և հետագայում հանցանք կատարելու հավանականությունը ցածր չէ։ Նաև ավելացնեմ, որ տուժերի առկայությունը չխրախուսվել այս բոլոր հանգամանքները, որոնք նաև Ոչարաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում անդրադարձել է։ Կարծում եմ բոլորը բավարար է եւ որպեսզի ես որպես դատախազ իմ դիրքորոշման մեջ գտնեմ ու հիմքեր չկա։ Ոստեղ խնդրում եմ շնորհակալություն Speak. Դատապարտյալին ինչ ասեք, պարոն Վերմիշյան։ Ողջույն ներկայացուցիչ իստորիան ձեր անհամաձայնությունն է հայտնել պրոբացիա եւ քրեական ծառայության զեկույցների դեմս։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Պատվարժան դատարան, բնականաբար ինչ-որ գրված է բողոքի մեջ շարունակում եմ, որ նախ ցեք նրանից, որ անհամապատասխանություններ կան երկու զեկույցների մեջ, ու պրոբացիայի մասին չեմ ուսումնասիրել, որովհետև դա շատ ֆիկտիվ ինչ-որ մի թեթև հարցազրույց էր, որի արդյոք ինչ-որ տեղ էին շտապում, խոսակցությունը շատ հակիրճ ու էության հետ կապ չունեցող զրույց էր։ Բառապատույցը հենց իրենց տված զեկույցն է։ Նախ զեկույցում դուք ինքներդ նշեցիք, որ հարգելի դատախազը նշեց, որ անհամապատասխանություն կա, թե 25 թվական են գրել։ 25 թվականի սեպտեմբերի 17-ից ես գտնում եմ Սևանքրեալ կատարական հիմնարկում և այդտեղ որից զեկույց չեմ ունեցել։ Չեմ կարող մեկնաբանել, ցանկություններ չունեմ մեկնաբանել, թե ինչից կապված են զեկույցը գրել, կարող եք ինքներդ կռահել։ Ինչ վերաբերում է վարքագծին, այդ տուժերը կան, 5 տուժ իհարկե ոչ թե 7, դրանց կապված է նաև հեռախոսի հետ,
Այն ժամանակ 21-22 թվականները ինչ այլ էր, հիմա ուրիշ իրավիճակ է։ Մի դրվագ կար, որ ես ոտքով հարվածել եմ դռանը և խաթարից գրակատարական հիմնարկի բնականում կյանք։ Դրվագը հետևյալն էր։ Ես սկսած 21 թվականի նոյեմբերից գրակատարական հիմնարկում նվարաշեն ինձ պետի թույլատրությամբ հնարավորություն էր տրվել աշխատելու։ Այնտեղ ունեի գծագրական դիտույքներ, տախտակ, ես մենակ էի խցում, ու գիշերվա ժամը 2-ը շրջանակ աշխատում էի։ Պատերի փակցված էի նախագծերը, հերթական խոզարկության ժամանակ այդ նկարները բարբարոսաբար սկսեցին փակվել։ Փոխանակ նախագծեր էի, շենքերի նախագծեր։ Այդ ժամանակ նախագծում էի Հայաստանում էթնոգրաֆիկ կենտրոնի, այսինքն հին հայկական բնակարաններ և նոր համամասը պլանավորում կառուցել, այդ նախագծեր էր պատին փակցված։ Սկսեցի բարբարոսաբար պատրել ուղղակի, ուզեց հաստատել արդիկ թողեք, ես ինքս կհանեմ, տագանակով խփեցին, ու տենց գրել են տուր, ինչև է, իրանց։ Հիմա մեծ պարտի ժամանակն է, չեմ ուզում ինչ-որ մեկնաբանություններ անել, ամեն մեկ իրակար չի առաջ տորմակում։ Այլ տուժեր արկագիծի հետ կապված խնդիր չի եղել, ինչ վերաբերում է վերայք սոցիալականացման, այդ մեր կներեք ժարգոնի համար բառակում 27 հոգի մարդ են, 27 հոգի մարդը ամեն երեկո հավաքում են իմ շուրջը ու հետաքրքիր պատմություններ են պատմում տարբեր դրվագներով և այլ և այլ։ Մարդիկ կան ուղղակի դադարել են հայհոյելուց դրա շնորհիվ։ Ու էլի ճշգրտություն չկար, շատ մասնակցել եմ բավականին շատ միջոցառումների, ուղղակի չգիտես ինչի, շատ ժամանակ չեմ գրանցում եմ։ Գրադարանում մատյանի բացակայության պատճառով իմ անուն չկար եղավ։ Հետո վերցնում տալիս եմ շատ ժամանակ ինքս եմ դրսից գրքեր բերում նվիրում գրական հիմնարկում։ Վերջ անգամ Մարգարենի քարյակը գրքի 10 նմուշ նվիրել եմ բացի մի քանի ամիս առաջ էր անատոլիական պատմության 4 նմուշ եմ նվիրել գրադարանում։ Ինչև է վերասոցիալականացման խնդիր համաձայն չեմ բնականաբար, ինչ որտեղ և խաղերի մասնակցել եմ և առաջ տեղ են գրավել մեր խումբը, նշվոր։ Ինչ վերաբերում ասենք տարբեր ծրագրերին այնտեղ շատ ժամանակ փոքր սենյակի մեջ հավաքում են 100 հոգի մարդ և շնչելու հնարավորություն չկա, ուղղակի իմաստ չեմ տեսնում մասնակցել այդ միջոցառումներին, ուղղակի տեղ չլինելու պատճառով։ Ուղղակի կուզենայի մի քիչ խորքից սկսել։ Ես ամբողջ կյանքս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, ինստիտուտ ավարտելուց անմիջապես հետո նշանակվել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, 88 թվականի երկրաշարժից հետո 3 տարի աշխատել եմ, ինչ որ կառուցված կա հիմա Ստեփանավանում երկրաշարժից հետո, դա իմ օրոք է կառուցվել։ Ես հեղինակն եմ քաղաքի գլխավոր հատակագծի, այնուհետև 91 թվականի վերջին, երբ որ երկիրը սովետական միությունը խամբվեց, աշխատանք չկար, բայց մեկնել եմ արտերկիր և մինչև 18 թվականը մնակվել եմ տարբեր երկրներում, Ռուսաստան, Եվրոպա, Սլովենիա, Չինաստան, Սուդան, արաբական էմիրություններ, այդ որտեղ որ նշում եմ, որտեղ նախագծեր եմ արել, կառուցված շենքեր կան և այլ։ Որպեսզի ավելի մանրամասն ծանոթանաք, կարող եք մտնել
ժամանակատեսների YouTube-ում կարող խփել աշխարհի հայեր, դրա մանրամասն ինչի մասին ասում։ Այդ դեպքում հրավիրեցին Հայաստան, ես միջև դա 3 տարի, ամենա 4 տարի աշխատել եմ Արյունի նահանգի գլխավոր ճարտարապետ։ Արյունի նահանգը Հայաստանի տարածքից մի քիչ ավելի մեծ է։ Հրավիրեցին եկա որպեսզի այս կյանքի վերջի դրվագը իմ հայրենիքի համար օգտակար, իմ փորձը, գիտելիքները օգտակար օգտների իմ հայրենիքի։ Բայց ցավոք սրտի ընկամ մի միջավայր, որտեղ նորմալ էր ճիշտ հակառակ, ասենք ոչ թե երկրի բարգավաճման մասին էր մտածում, այլ ճիշտ հակառակ, երկիրը ավիրելու ծրագիր տրված եւ պլանավորված կատարվել է ծրագիրը, ինչի մենք բոլորս դարձանք դրա ինչը հողեր հանձնվեց, երկիր ավիրվեց, մարդկային հարաբերությունները վատացան, մարդիկ մարդկանց։ Պատվաժան դա, ես տերության չի վերաբերում։ Ժամկետին իհարկե, ոնց որ թեման Ըստեյության ձեր անցածուղին ըստեյության չի քննարկվում, հասկանալի է, որ ունեք անցածուղի, կարող եք ըստեյության անդրադառնալ։ Ըստեյության, ուրեմն այդ երկու դրվագով, որով ճանաչվել է մեղավոր, այսինքն 6 տարի և 4 տարի, համարության դարձել է 2 տարի, ես կուզենայի անդրադառնալ այդ երկու դրվագի։ Առաջի դրվագը դա, չգիտեմ երևի, եթե ծանոթ եք, ծանոթ չեք, բացատրեմ։ Այդ հայտնի մեդալների գործն է Ջիմ Թորոսյանի, որոնք ես ձեռք եմ բերել $8,000 և նվիրել Հայաստանի ճարտարապետության թանգարանը։ Վազգեն Պողոսյանը և Գագիկ Գալստյանի դրվագը։ Այո, և Գագիկ Պողոսյանը իմ շատ լավ բարեկամներն են, որոնք գումար են, մենակ իրակ չէ, մի քանի հոգի գումար էին հավաքել այդ $8,000-ի դիմաց, $5,000 ընկերներով հավաքվել, բա ինչ է մենակ առել։ Ես էլ մեր կողմից։ Դա համարվել է որպես կաշառք։ Մարդուն երկու կաշառք են տալիս, դրա փոխարեն ինչ-որ բան են ակնկալում։ Այդ ակնկալիքը երկար մտածելուց հետո ձևակերպել են իբր թե Վազգենին պետք է վաստակավոր շինարարի կոչում շնորհվեր, որը մինչև այդ արդեն վաղուց արված էր։ Ինչևէ, երկրորդ դրվագը, այդ արդեն աբսուրդի ժանրից է, իմ աշխատակիցներից մեկը, որը ռուսախոս էր, տուն կառուցելու նպատակով դիմել էր մի քանի ընկերության, տուն էլ չէ, Պարիսպի հիմքը լցնելու համար բետոն էր պատվիրել մի քանի տեղ, որ սարսափելի մեծ գներ էին առաջարկել։ Կավար հարցրեց, հնարավոր է ինչ-որ տեղից բետոն չարվեց, զանգել է Գագիկին Գալստյան, իմ ընկերոջ։ Գագիկ հարցրել է, բետոն, հնարավոր է ինչ-որ տեղից ձեռք բերել։ Գագիկն ասել է, ես ամենատ հեռախոսի համար կուղարկեմ, զանգիկ պայմանավոր է։ Զանգում է ինձ հեռախոսը, ուղարկում է այդ համարը, ես էլ առանց նայելու ուղարկում եմ այդ կնոջը։ Արդյունքում այդ կինը այդ մարդուց բետոն չի պատվիրում, պատվիրում է ուրիշ տեղից բետոն և այդ դրվագը ինձ վերագրել է որպես կաշառքի առաջարկ։ Այդ էլ այդ դրվագն է։ Ես ամբողջ կյանքիս ընթացքում պատել եմ կաշառք վերցնողներին և կաշառք տվողներին։ Դա համարում եմ անբարոյականության վերինաշճաններից մեկը։ Եվ չեմ կարող ընդունել մի բան, որը ես չեմ արել։ Դա իմ կողմից իմ ստորգունքներին դեմ կլներ։ Առաջի դեպքում դա իմ կողմից եղել է բարեգործություն, երկրորդ դեպքում ուղղակի բարի ցանկություն մարդուն օգտակար լինել։ Պետական բյուջեից ինչ-որ գումարներ կամ ինչ-որ տարբեր մախինացիաներ, հնարավորություններ շատ կան, բայց ես երբեք դա չեմ օգտագործել և չեմ օգտագործել երկրից է։ Չեմ կարող ներել են մարդկանց, ովքեր դա անում են։ Շատ բաներ եմ տեսել, շատ բաների եմ տեղյակ եղել և դրա մասին բարձրաձայնել եմ իմ միամտության պատճառով ու դրա պատճառով հիմա այստեղ եմ, կարող է այստեղ չլինել։ Ինչ վերաբերում է իմ
Ագելի դատախազը նշեց, որ 4.5 տարի դատական պրոցես է գնաց, իրական ոչ թե 4.5 տարի, այլ 5.5 տարի։ Եվ արդյունքում սեպտեմբեր ամսին վերջնական վճիռ է կայացրել եւ դարձել դատապարտակ, ինչը դեր կանոնավորի կարգավիճակում է 4.5 տարի։ Այդ գործը նորմալ պայմաններում եթե քննվեր, դա կարող էր մաքսիմում մի ամսվա մեջ քննվեր։ Դա տևել է մինչև առաջացանը որոշում կայացել, եթե չեմ սխալվում 3 տարի։ Հետո վերաքննիչը բավական երկար ժամանակ քննեց ու ըստ լուրջ փաստաբանների, լուրջ իրավաբանների ամենակարևոր հիմնական վկաներին նույնիսկ չեն քննել։ Անա կոնկրետ երկրորդ դեպքում այդ Նատալիա Չերնիկովան, որի համար վետել էր նախատեսում, որը պետունը դեպքից չարավ։ Նրան չեն քննել նույնիսկ, չեն հարձակվել։ Ու նմանատիպ շատ բաներ։ Այն մարդը, ով որ ինձ վաճառել է այդ մեդալները, այդ մարդը առկա է Երևանում հավնակում, հայտնի կոլեկցիոները, մարդուն չեն քննել։ Այսինքն մատերիալանքով նայելով այդ գործը չգիտեմ։ Ժամանակը կգա ամեն ինչի դա տեղ է կանգնի, բայց այստեղ մի խնդիր կա, իմ տարիքը եւ իմ ժամանակը, որով ես կարող եի շատ ավելի օգտակար լինել, քան թե քրեակատարական հիմնարկում դատապարտյալների հետ երեկվան զրույցներ անցկացնել։ Ես հիմա աշխատում եմ պայմանագիր եք կնքել, մի քանի ընկերություն են ուզում ինձ այդ պայմանագիր կնքել, վերջը ես եմ ընտրել այդ ընկերությունը, որը պատրաստում է շատ հետաքրքիր ծրագիր Հայաստանի տարածքում սոցիալական լուրջ ծրագրեր են մշակում եւ այդ ճարտարապետական նախագծերը ես եմ կատարում էսքիզային վիճակով, քանի որ համակարգչի հնարավորություն չկա, դրսով եմ նկարում, էսքիզները անում, ուղարկում եմ իրենք արդեն ինչև է աշխատավարձ են վճարում, բավականին մեծ գումար, ամեն ամիս արդեն 3 ամսվա աշխատավարձ եմ ստացել հայգիր դատախազ։ Ինչև է, ես խնդրում եմ ուղղակի նաև հաշվի առնելով մեծ պահքը, մի քիչ ավելի մարդկային վերաբերմունք իմ նկատմամբ, ես չեմ կարծում, որ արժանի եմ այս վերաբերմունքին, իմ հայրենիքում, իմ չարած բաների համար նման պատիժ։ Իմ չարած երրորդ դատարանը ընդունել է վարում, հունվար ամսին, իմ գործը, տեսնենք, այստեղ արդեն հարց կառաջանա, ես պիտի վճարեմ պետությունը, թե հակառակ։ Շնորհակալություն։ Ձեր ոլորտում Հովան Վերոյանը նշել է, նա ըստ էության դատական ակտը օրինական ուժի մեջ մտած լինելու պայմաններում ըստ էության չի կարող վիճակվել, դրա իրավաչափությունը։ Այս հարցի քննարկման շրջանակներում կա ուժի մեջ մտած դատավճիռ, մեղադրական, որով որ դատապարտվել եք։ Հասկանալի է, որ հաստատներ եք ներկայացնում, որ չեք ընդունում, չեք արել մերձագրվող արած արարք, բայց կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով որ հաստատվել է ձեր մեղավորությունը ընդհանուր 4 դրվագ հանցանքների կատարման մեջ։ Նշել եք ձեր բողոքում, որ ըստ էության հայտնել եք, որ օրինական ուժի մեջ չի մտել, որովհետև Եվրոպական դատարանը հատուկ վերանայման դիմում բողոքը ընդունել է վարույթ։ Այդ մասով մի քիչ խնդրեմ անդրադառնալ, ինչ բողոք եք ներկայացրել, ինչ մասով։ Ճիշտ ասած, ես ծանոթ չեմ այդ բողոքի հետ, հատուկ իրավաբաններ կան, ես նույնիսկ չեմ տեսել այդ մարդկանց, իրանք վերցրել են գործը, քննել են շատ երկար ժամանակ, սկսած երևի սեպտեմբերից, մինչև հունվար ամիս իրանք գրում էին այդ Հասկանալի, դուք ձեր մասնագետներ են, ես չեմ ուզում մտնել մի դաշտ, որից տեղյակ չեմ։ Դուք ձեր դիրքորոշումն է, ավելի ճիշտ, որ օրինական ուժի մեջ մտած չի, նաև անմեղության կարգավարկածի մասով եք ինչ-որ հաստատներ գրել, որ խախտվել է ձեր անմեղության կարգավարկածի զեկույցներով։ Հիմա եթե Եվրոպական դատարանը ընդունի այն ինչ-որ իրականում ա եղել, ոչ թե այն ինչ-որ մերձագրվել է, բնականաբար պիտի արդարացում լինի, եւ արդարացման դեպքում ինձ լավ գիտեք ինչա տեղի ունենում։
Այսինքն դատական ծախսի հետ կապված չվճարելու հանգամանքը պայմանավորված է դրանով։ Ոչ թե դրա, այո, իհարկե դրանով, որտեղ սկզբունքային մոտեցում է, որտեղ ինձ համար ասենք դա մեծ գումար չի, նույնիսկ այն աշխատավարձի պայմանները, որ ես հիմա ստանում եմ, դժվար չի այդ գումարը փոխանցել, բայց ես դա չեմ փոխանցի, քանի որ ես տարածքը չեմ կատարել։ Դա մեղսագերված է եւ գիտեմ, Ես լավ եք հասկանում, ինչով է դրդված դա, ինչն է, ով է դրա հերինակը, համահերինակը, միլուցը, չգիտեմ։ Աստված իրան արժանի գնահատական տա, այսպես ասեմ։ Հարցի քննարկման շրջանակներում, տեսեք, պարոն Վերմիշյան, էական նշանակություն ունի, որ դատարանը եզրահանգի, որ անձը բաժի գերման ընթացքում դրսևորել է պատվեր վարկագից, երկու հանգամանք է, հիմնական եւ նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է։ Ըստ էության զեկույցներն են կառուցված նույն դրամաբանության վրա։ Հիմա դուք ըստ էության վիճակում եք նաեւ դատական ակտը, որը որ օրինական ուժի մեջ մտած է Հայաստանի Հանրապետությունում, որը դուք չեք ընդունում, որ օրինական ուժի մեջ մտած է։ Ինչով կհամոզեք դատարանին, օրինակ, որ ձեր վարկագիծը բաժի գրման ընթացքում դրական է եղել եւ նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է։ Բացատրել, նենց այդ ուժերի բնույթը գերությունը ինչու՞ն է, դա նրանցից 5 անգամ ինձնից հեռախոսել։ Բնականաբար այդ հեռախոսը չէր գալիս, շատ լավ գիտեք, ինչ էր 22 թվականը ինչ վիճակ էր կատարական հիմնարկներում, հիմա այլ վիճակ է, հիմա հեռախոս կա ոչ մեկի մոտ։ Այն ժամանակ ուղղակի պտտվում էին այդ հեռախոսները, մեկ հենց ինձ մոտ էր գալիս, թե չէ անմիջապես գալիս վերցնում։ Ես երբևիցե չեմ պահել ինչ-որ թաքստոց եւ այլն, միշտ սեղանի վրա եղել գրքի տակ։ Արդեն գիտեի, գալիս վերցնում գնում եք։ Շուտ կոնֆլիկտային իրավիճակներ ոչ մի անգամ չի եղել, հանձնակազմի հետ շատ վալիդացիական, ինքերական նույնիսկ կարելի ասել հարաբերությունների մեջ են եղել, խորհուրդներ են հարցրել, խորհուրդ են տվել, ինչեր է։ Նույնն էլ հիմա հարգելի իրավաբանը քրեակատարական հիմնարկի կարող է հաստատել, որ նույն վիճակը հիմա մեր մոտ նույնն է Սևանում, նշեցի, որ ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, ընդհակառակը, ասում եմ, նույնիսկ մեր բառակում դադարել են հայոյական խոսքեր արտասանել, որովհետև մեկը մյուսին ուշացում ասում է Վերմիշյանը կլսի, սուրբ մնացել, չի կարելի։ Մարդիկ, որոնք ամեն խոսքի երկրորդը հայոյանք էին օգտագործում, մտածում են, ամեն թե չէ։ Ինչևէ, ես կոնֆլիկտային մարդ չեմ, մանավանդ ասենք հանցագործությունը կրկնակի ինչ-որ մեկից ես կաշառք վերցնել, եթե կաշառքի մասին է խոսքը, ինչ կաշառք պիտի վերցնեմ, ով ես պիտի վերցնեմ, կամ ով պիտի ինձ կաշառք տա։ Աբսուրդ է։ Նշանակում ռիսկայնությունը մեծ է, որ ես կարող եմ ինչ-որ մեկից կաշառք վերցնել։ Այդ առնվազն դա պիտի բարձր պաշտոնյա լինեմ, կամ չգիտեմ ինչ, որ մեկից կաշառք առաջարկի։ Շնորհակալություն։ Ճարտարապետիկ մարդում և դասավանդել եմ կներեք և հիմա էլ հեռակակարգով խորհուրդներ են ուղարկում են ուսանողներ կան, որոնց դիպլոմային աշխատանքներ ես տարվա հեռակա խորհուրդներ են տալիս։ Չեմ ղեկավարում, դե յուր հնարավորություն չունեմ, բայց հաստատի իմ ուսանողներ։ Այդ վերջի տույժի հետ կապված է 22 թվականին։ Դա 22 թվականին ես ոչ մի կոնֆլիկտային վարկ ասեմ տրել, մի քիչ մարդ էր, հայ եք, վերջի ոչու հայ եք, ես ինչ եք անում, դագանակով խփեց ու չապես ամիրանը տուժեք։ Դանակով խփեց էսկիզին։ Դանակով, դագանակով։ Դագանակով։ Բողոքարկել է։ Չէ, իհարկե, ես կյանքում չեմ սիրել բողոքել և բողոքով մարդկանց։ Շնորհակալություն, եթե ավարտեցիք։ Ագելի դա, խնդրում եմ ուղղակի հաշվի առնելով, ես որ Հայաստան էի եկել, կներեք, ողջույն կապ չունի, բայց առաջ թորնիկը վերգործովեց, ասի ոչ պաշտոն է, ինձ հետաքրքիր ոչ բան,
ավելի շատ թորնիկներից համար եմ եկել Հայաստան, որ գան այստեղ Հայաստանը մեծանան 18 թվականին։ 18 թվականին։ Երկրորդ թորնիկս ծնվեց արդյունաբերություն, հիմա 5 թորնիկ ունեմ, որոնցից մեկին չեմ էլ տեսել։ Շնորհակալություն, նստեք։ Եթե այլ ավելացնելու Բայց հայտարարություն կարգով էլի։ Պատվաշն դատան, մեզ հաճելի է լսել անձանց, խոսալ, բայց էլ ասում, ուտի բունեության մեջ խորան։ Օրենքը պահանջում է սահմանական վարժանքետ ազատելու ինստիտուտը լրիվ ուրիշ, այսինքն հաճախ շփոթում են, մարդիկ նույնիսկ պաշտպաններ, այլ դատախազեր, դատաքննության հասկացության, սահմանական վարժանքետ ինստիտուտի մեջ չեն խորացել։ Այսինքն իրենք էլ ասում, լավ, ես դատաքննածը չեմ վճարի, մինչև ես հարցը, բայց էլ ասում, ամեն ինչ է նշանակություն ունենում, պատվաժան դատը, այս հարցի քննարկման ժամանակ։ Արարքի մասին հարգելի դատապարտելը խոսած ինչ-որ անհասկանալի հետապնդումների արդյունքում, ես չգիտեմ, ոչ էլ ուզում իմանամ, ես ուզում օրինական դատավը չէ, որ մեջ մտած։ Ու բացի դա նաև այն պատվաժան դատան, որ տուժերի մասով 2022-25 թվականների 26 թվականներ էական տարբերություն չկա քրեակատարական ծառայությունում։ Ավելացել է հեռավար պայմանագիր կնքել են այնակ։ Բայց հեռախոսները պատվաժան դատարան բազմաթիվ պայմանական վարժանքետի արդյունք քննարկում։ Հեռախոսը 70% այսօր դուքսամբ էլ չգիտեմ էլ ինչ ճանապարհով մտնում, բայց մենք կարող ենք դա իմանանք ինչ ճանապարհով մտնում եւ 2022 թվական եւ հիմա, երբ դատապարտարներն հարգել մշտապես օրդորում ենք, իրանք ցույց տալ են ճանապարհը։ Ցույց տալ, աջակցել ու դրա այդ հարցն է։ Ոստի պատվաժան դատան կարծում տեղին չի, որ 2022-ին հեռախոսները շատ էին, 2025-ին չկա, 26-ին չկա, շատ է, ուղղակի հարգելի դատապարտարները, այս էլ էլի կարևոր հարց վերասոցիալականացման եւ այլ հարգելի դատապարտարները գիտակցեն, որ պետք է աջակցեն, որտեղ իրանք, չգիտեմ, ինչ ճանապարհով դրդում են անձանց, մարդիկ էլ չգիտեմ, ինչից ելնելով դրդվում, այդ հեռախոսը հայտնում է իրացնել։ Ուղղակի խնդրանքսել է, որ դա դիտարկի, ուշադրություն դարձի տանգամանքի։ Շնորհակալություն, նստեք։ Դերության ավարտվեց հարցի քննությունը, ներառում է առանձին սենյակ որոշում կայացնելու, որոշման եզրափակիչ մասի տեղափոխվի այսօր մեկ ժամվա ընթացքում։ Հրապարակում է որոշման եզրափակիչ մասը, դատարանը որոշեց Հրանոց Ստեփան Կիրակատովական հիմնարկի դատախորձյալ Վահագն Վանիկի Վերմիշյանին բաժիս պայմանական վավաժանքետ ազատելը մերժել։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերակնիչ քրեական դատարան ստանալուց հետո 10 ժամկետում։ Դատավոր Վարդասյան դատական նիստը հայտարարում հակված։